Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հետցի այն աշխատողները, ովքեր զբաղված են քաղաքական խաղերով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրա խոսքով հավաքների մասնակցություն պարտադրողներն էլ կենթարկվեն պատասխանատվության։ Փաշինյանը վստահեցրել է, որ իրենց պարտականություններին նվիրված աշխատակիցները խնդիրներ չեն ունենա, իսկ նրանք, ովքեր կհեռացվեն առաջին երկու խմբերին չենթարկվելու պատճառով, հուլիսին կվերականգնվեն եւ կստանան բաց թողնված աշխատավարձը։ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ 65 կողմ 30 դեմ 0 ձեռնպատ ձայներով ընդունել է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին եւ էներգետիկայի մասին օրենքներում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների փաթեթը, այլ կերպ ասած, հետցի պետականացման նախագիծը։ Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում իրականացվել են խոզարկություններ։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ գործողությունները կատարվել են իրենց վարույթում գտնվող քրեական գործի շրջանակում որպես անհետաձգելի քննչական միջոցառումներ։ Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդենյանի գործով հերթական շինծ ու դատական նիստը։ Դատավարության ընթացքում փաստաբան Աբրահամ Բերմանը նշել է, որ հունիսի 23-ին դատական կոլեգիան իր եւ պաշտպանյալի համար պայմաններ է ստեղծել արձանագրությանը ծանոթանալու համար, եւ իրենք ծանոթացել էին փետրվարի 13-ին եւ 17-ին անցկացված դատական նիստերի արձանագրություններին։ Այժմ նրանք ցանկանում են ծանոթանալ դատարանի նախապատրաստական նիստում ընդունված եւ արձանագրությունում արտացոլված որոշմանը։ Պաշտպանական կողմը նաև խնդրել է տրամադրել քաղվածքներ այդ ամսաթվերի նիստերին ներկայացված միջնորդությունները բավարարելու վերաբերյալ որոշումներից։ Նախագահող դատավորը նշել է, որ Բերմանի եւ Վարդենյանի համար ստեղծվեն նույն պայմանները, ինչ նախկինում, այնուհետև ցուցմունքներ են տվել 2020 թվականի պատերազմի ժամանակ իբրև թե տուժածները։ Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 8-ին։ Հուլիսի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտնիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա գործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը բարձր են գնահատել գործակցության շրջանակում ու տեղի ունեցած ձեռքբերումները եւ նախանշել են հետագա գործակցության հիմնական ուղղությունները, քննարկվել են տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի մայիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով եկամուտ ստացող աշխատատեղերի թվականակը կազմել է 790,320, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 38,060-ով կամ 5,1%-ով։ Այս մասին հայտնել են պետական եկամուտների կոմիտեից։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտնել է, որ 2024-ին արձանագրվել է շուրջ 56,000 դեպք առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու։ 2023-ի նման դեպքերը 38,000-ն էին։ Նրա խոսքով տուգանքի չափը 25,000 դրամ խոչընդոտ չի դառնում իրավախախտման կրկնությունը կանխելու համար։ Կառավարությունն արդեն որոշել է տուգանքը կրկնապատկել, դարձնելով 50,000 դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվող խախտումն առաջիկայում կարող է դիտարկվել որպես քրեական հանցանք։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Սյունիքի մարզում արձանագրել է ընդերք օգտագործման 6 ապօրինի դեպք, վնասը գնահատվել է շուրջ 33,8 միլիոն դրամ։ Առերևույթ հանցագործության դեպքով նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե։ Բաքվում ձերբակալված Ռուսաստանի 8 քաղաքացիներից 7-ը, որոնք ադրբեջանական կողմի պնդմամբ կապված են Իրանից թմրանյութերի տարանցման, ինչպես նաև կիբերհանցագործությունների հետ 4 ամսով կալանավորվել են։ Ձերբակալվածներից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսով կալանքը։ Ի դեպ, բոլոր մեղադրյալները դատարան էին բերվել դեմքի կապտուկներով, ակներև վկայությունը նրա, որ նրանց հանդեպ կիրառվել է բիրտ ուժ։ Բաքվի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը նորանոր դրսևորումներ է ունենում։ Եկատերինբուրգում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալությունից եւ 2 ադրբեջանցիների մահվանից հետո սկսել է քննարկվել ադրբեջանական դպրոցներում ռուսալեզու կրթության հնարավոր դադարեցման թեման։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ նախատեսվում է ձեռնարկն իրականացնել փուլ առ փուլ 3 տարվա ընթացքում։ Նախագահ Իլհամ Ալիևը 2024 թվականին հայտարարել էր, որ երկրի տարածքում գործում է 324 ռուսալեզու դպրոց, որտեղ սովորում է մոտ 160,000 երեխա։
Եկատերինբուրգում ձերբակալել են տեղի ադրբեջանական Սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն։ Դատելով սոցցանցերում տարածված կադրերից իրավապահները տեսնելով Շիխլինսկին վարորդի հետ միասին փորձել են թաքնվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունը հունիսի 27-ին հաղորդել է Եկատերինբուրգում հանցավոր խմբի 6 մասնակիցների ձերբակալության մասին նախորդ տարիներին իրականացված սպանությունների գործով։ Հետաքննության վարկածով մեղադրյալները, որոնք էթնիկ հանցավոր խմբի մաս էին կազմում, ներգրավված են 2001, 2010 եւ 2011 թվականներին իրականացված սպանությունների եւ մահափորձերի մի շարք դրվագներում։ Դատարանը կալանավորել է 5 մեղադրյալի։ Որոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար եւ Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը։ Ի աջակցություն ռուս իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցիների Սադովոտ շուկայի մուտքի մոտ բարձրացվել է Ադրբեջանի դրոշը։ Վրաստանի քաղաքական կուսակցություններից 8-ը հրաժարվում են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Նրանց համոզմամբ ներկայիս իրողություններում գործընթացին մասնակցությունը չի ծառայի Վրաստանի քաղաքացիների շահերին։ Վրաստանի արևմտամետ քաղաքական կուսակցությունների Ջորջիա օնլայնում զետեղված հայտարարության մեջ ասվում է, որ իրենց նպատակն է լիովին քանդել Իվանիշվիլի ռեժիմը, պաշտպանել Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, ստեղծել անվտանգ միջավայր։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին իր սոցցանցում գրել է Զելենսկին։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան, Ուկրաինային, մեր ժողովրդին եւ մեր տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Ես նաեւ հստակ աջակցություն հայտնեցի Ուկրաինայի կողմից այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին եւ սպառնում Ադրբեջանին։ Մեր ցավակցությունն եմ հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի տարածքում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բոլոր փաստերը կպարզաբանվեն։ Արդարադատություն է անհրաժեշտ։ Ալիևի հետ մենք ունենք նույն տեսլականը, յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն։ Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները, էներգետիկական եւ հումանիտար ոլորտում համագործակցությունը։ Մենք պայմանավորվեցինք անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Նրա խոսքով առաջարկված հրադադարի ընթացքում կանցկացվեն աշխատանքներ բոլոր կողմերի հետ պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Թրամփը նշել է, որ Կատարը եւ Եգիպտոսը, որոնք նշանակալի ջանքեր են գործադրել խաղաղության հասնելու համար, կներկայացնեն վերջնական առաջարկը կողմերին։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Համասը կընդունի գործարքը, նշելով, որ իրավիճակի չկարգավորման դեպքում ամեն ինչ միայն կվատթարանա։ Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի հյուսիսային մասում գտնվող Յոլո շրջանում գտնվող հրավառ նյութերի պահեստում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Պահեստը, որտեղ պահվում էին հրավառ նյութեր, պայթել է եւ շարունակվում է ակտիվորեն այրվել։ Հրշեջներն ու փրկարարները պայքարել են կրակի դեմ։ Եվրոպայի մի շարք երկրներում այս օրերին ծայրահեղ շոկի եղանակ է։ Ֆրանսիայում, Իտալիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։ Տեղական իշխանությունները բարձր պատրաստվածության վիճակում են, նախազգուշացնելով բնակչությանը առողջության, հրդեհների եւ ջերմային ալիքների վտանգների վերաբերյալ։ Երկրների մեծ մասում գործի են դրվել կարմիր կոդահազանգեր, քաղաքացիներին կոչ անելով մնալ սենյակներում, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Հիվանդանոցներում ավելացել են շոկի հետևանքով բուժօգնության դիմաց մարդկանց թիվը։ Գյուղական այն դպրոցներում, որտեղ ուսուցչի թափուր հաստիկներ կան եւ չեն լրացվում, էլեկտրոնային դասավանդում են իրականացնում մենթոր դպրոցների մասնագետները։ Նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ ներկապահին 96 գյուղական դպրոցների 5250 երեխա այս միջոցով առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից։ Ոլորտի փորձագետները սակայն դասավանդման այս մեթոդի արդյունավետության վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնում։ Շատ դպրոցներ իրենք նույնպես բողոքում են այդ իրավիճակից, որովհետև նրանք գտնում են, որ ավելի լավ է ունենալ թեկուզ ոչ մասնակետ ուսուցիչ տեղում, քան թե կազմակերպել այդպես հեռավար դասեր, որոնց արդյունավետությունը ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես ամբողջ աշխարհում կասկածի տակ է դրվում։ Մանավանդ եթե այնպիսի առարկաներին է վերաբերվում, որոնք օրինակ փորձարարական ինչ-որ բաղադրիչ ունեն, բնագիտական հատկապես առարկաներին ընդհանրապես թույլատրելի չի նման ձևով դասեր վարել։ Ըստ փորձագետի հեռավար դասապրոցեսները անարդյունավետ լինելուց բացի առաջացնում են հավելյալ անհարմարություններ, օրինակ երեխաների ուշադրության կենտրոնացումը կամ հանձնարարությունների ստուգումը, առանց ուսուցչի օգնականի գրեթե անհնար է իրականացնել։ Ուսուցչի օգնականը պետք է նաև վերահսկի
ուսուցչի օգնականը լինում է դասարանում, որպեսզի երեխաների կարգապահությանը հետևի, մեծ էկրանի առաջ նստում են աշակերտները, իսկ մյուս կողմը ուսուցիչն է անվատասան մեթոդ դպրոցից ու իրականացնում է դասապրոցես։ Կետանի շփում բացակայումների դեպքում որակի առումով էլ դա էլի ազգում է։ Փորձագետների դիտարկմամբ խախտվում է երեխայի կրթության իրավունքը։ Արդեն մի քանի տարի է, ինչ հեռավոր եւ սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում ուսուցիչների զգալի պակաս է նկատվում, եւ չնայած կրթական գերատեսչությունը հավելավճարներ է սահմանել գյուղական համայնքներում դասավանդվող ուսուցիչների համար, այդուհանդերձ թափուր հաստիկները այդպես էլ լրացնել չի հաջողվում։ Հատվել են բոլոր կարմիր գծերը, ըստ մասնագետի։ Մենք այնքան ենք այդ գիծը անցել, կարմիր գիծը, որ այդ մարդիկ չենք էլ կարող գտնել, որ բոլոր մեր թափուր հաստիկները լրացնեն։ Վերջին 5-6 տարվա ընթացքում բուհեր չեն ընդունվել եւ նշանակում է չեն ավարտել համապատասխան մասնագետներ։ Այն մասնագետները, որոնք կային մեր 1400 դպրոցներում, նրանց զգալի մասը անցել է թոշակի կամ ոլորտն է թողել եւ կամ փոխել, եւ դա է պատճառը, որ նույնիսկ ամենալավ պայմանները հիմա առաջարկվի ուսուցիչների։ Նրանց թիվը ուղղակի չի հերիքի, որպեսզի լրացնեն բոլոր թափուր հաստիկները։ Ցավոք սրտի տենդենսը որ գնում են օրինակ Երևանում սովորում են, շատ դեպքերում ընդունում են Երևանում աշխատանքի չեն գալիս համայնքներում։ Իրենց կյանքը չեն պատկերացնում երիտասարդները համայնքներում աշխատել, գործունեություն ծավալել։ Փորձագետների դիտարկմամբ հենց նաև սա է պատճառը, որ կրթության նախարարությունը արդեն երկրորդ տարին է, ինչ բարձրագույն կրթություն ստացած, բայց մանկավարժական կրթություն չունեցող մասնագետներին հնարավորություն է ընձեռում կրեդիտներ հավաքել եւ աշխատել որպես մանկավարժ։ Այդ իսկ պատճառով մասնագետներն առաջարկում են մենթոր դպրոցների ուսուցիչներին գործուղել գյուղական դպրոցներ, թեկուզ 1 ամսով եւ խտացված ծրագրով դասավանդելու, բայց ոչ երբևէ հեռավար կրթությամբ ուսուցանելու։